Ինչքան մոտենա այդ ժողովի օրը կամ նշանակված ժամկետը, այդքան ավելի հասկանալու են ճնշումները։ Չեմ էլ բացառում, որ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը փորձի զուգահեռ եկեղեցի ստեղծել կամ այդ ուղղությամբ ինչ-որ նոր քայլ անել։ Այդ դերևս պարզ չի էս խաղաղության խորհուրդը ինքը որպես ինստիտուտ կկայանա, թե ոչ։ Արդյոք այս սրա բազայի վրա հետո ՄԱԿ-ին փոխարինող ինչ-որ բան կարող է ձևավորվել, թե ոչ։ Շատ լայն սպեկտր է երկրների իրավիրվել, այդ թվում Նիկոլ Փաշինյանի եւ Արևմտյան աշխարհի կողմից իզգոյ համարվող Լուկաշենկոն։ Լոկալ փոքր բանը ֆետիշացվում է այս իշխանության կողմից, ներկայացվում է աննախադեպության լույսի ներքո։ Ուզենք թե չուզենք, նոր աշխարհում որևէ ազդեցության գոտու մաս ենք մենք լինելու եւ անտանգային որևէ համակարգում։ Շատ ենք ուշացել, բայց անհույս չի վիճակը։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ, դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եպիսկոպոսատ ժողովը անցկացնելու է Ավստրիայում, հաշվի առնելով ռիսկային անվտանգային խնդիրներ։ Ձեր կարծիքով որոնք են այս խնդիրները, որոնց իհարկե մենք ծանոթ ենք, բայց ամեն դեպքում պետք է խոսել դրանց մասին։ Եվ արդյոք Ավստրիայում անցկացնելու դեպքում դրանք չեզոքանում են։ Տեսեք, նախ նման նախադեպ կա, երբ որ եպիսկոպոսատ ժողովը երկրի սահմաններից դուրս է անցկացվել։ Սա իհարկե ամենալավ նախադեպը չի ու ընդհանրապես ցանկալի կլիներ, որ մայրաթոռում անցկացվեր, բայց ուզում եմ ասեմ, սա արտառոց իրադարձություն չի։ Երկրորդը, չմոռանանք, որ մեր եկեղեցին համահայկական կառույց է ամեն դեպքում եւ այնպես էլ չի, որ բոլոր գործողությունները մեր եկեղեցու սահմանափակվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս մասը, այս պարագայում մայրաթոռը շատ հստակ, պարզ ասել է այն ռիսկերը, ինչի պատճառով այդ ժողովը Հայաստանի սահմաններից դուրս է տեղափոխվել։ Դրանք իսկապես իշխանության աննախադեպ, չդադարող, ինստիտուցիոնալ բնույթ ունեցող ճնշումներն են եկեղեցու դեմ։ Այսինքն, եթե իսկապես ժողով պիտի իրավիրվի եւ իսկապես խոսելու նյութ կա, դա հնարավոր չի լինելու այն անդուր աղմուկի պայմաններում, որ իշխանությունները նման միջոցառումներին գից կամ ուղեկից ստեղծում են։ Եվ ես իսկապես հասկանում եմ, ասում եմ, շատ իմ սրտով չի այդ որոշում, բայց ես եկեղեցու մոտիվները շատ թափանցիկ ձևով հասկանում եմ, շատ պարզ մարդիկ պատճառները ասել են, այնպես չի, որ այլ պատճառ կա, բայց որը թաքցվում է եւ ֆորմալիստական այլ պատճառով այլ տեղ է տեղափոխվում։ Կասկած չկա, որ եթե այստեղ անցկացվեր, իշխանությունը փորձելու էր ժողովից առաջ ոտնձգություններ անել, ռեպրեսիաների, ճնշումների նոր ալիք գեներացնել եւ այլն։ Իհարկե արտերկրում անցկացնելը չի երաշխավորում, որ այդ ռիսկերը չեն լինելու։ Ի վերջո եպիսկոպոսների վրա ազդեցություն կարող է գործվել նաեւ տարբեր եղանակներով միջև ժողովը, բայց ավելի քիչ են այդ ռիսկերը, քան Հայաստանի տարածքում անցկացվելու պարագայում։ Նման դեպքերում ես աշխատում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը ստվերում թողել, որովհետև սա շատ նուրբ խնդիրներ են, Գաղափար Հայրապետը, բարձր հոգևորականությունը մեզնից լավ են պատկերացնում վիճակը, արկա մարտահրավերները եւ ես կարծում եմ, որ ցանկացած որոշում, որ Գաղափար Հայրապետի մակարդակով կայացվում է, բազմաթիվ անգամներ կշռված բոլոր պլյուսներ ու մինուսները հաշվարկած վիճակում են կայացվում այդ որոշումները։ Իսկ ձեր կարծիքով մինչ այդ, մինչ եպիսկոպոսատ ժողովի անցկացնելը Հայաստանում հնարավոր են նոր ալիքներ հակաեկեղեցական արշավների։ Ինչքան մոտենա այդ ժողովի օրը կամ նշանակված ժամկետը, այդքան ավելի հասկանալու են ճնշումները, միշտ այդպես է։ Մենք 56 եպիսկոպոս ունենք, որոնցից 11-ին իրենք հավաքագրել են կամ տիրադավ են դարձել, փորձելու են այդ ուղղությամբ ճնշումները շարունակել, փորձելու են շարունակել նաև ճնշումները նոր եկեղեցապատկան տարածքներ օկուպացնելու ուղղությամբ, շատ պարզ սխեմա են աշխատացնում, ամեն մի
հավաքագրված քահանայի հետ միասին մի եկեղեցի իրենցով են անում, այդ նույն եկեղեցում ծառայող եւ կանոնիկ իրավունքը պահպանած քահանային չթողնելով հետո մուտք գործել այդ եկեղեցի, շատ པարզ սխեմա է։ Չեմ էլ բացառում, որ հենց այդ օրերին Նիկոլ Փաշինյանը փորձի զուգահեռ եկեղեցի ստեղծել կամ այդ ուղղությամբ ինչ-որ նոր քայլ անել։ Եկեղեցի, որը կլինի հենց առաքելական եկեղեցու հակառակ ինչ-որ եկեղեցի, թե նոր ուղղություն։ Չէ, անունը կլինի առաքելական, բայց դա աղանդ կլինի, ինքնին հասկանալի է, կամ հակաաթոռ, այդպես ձևակերպենք։ Կան այդ նախադեպեր էլ կան, իհարկե այնտեղ մոտիվները մի քիչ այլ են, ի վերջո ուղղափառ երկու եկեղեցի կա Ուկրաինայում, Մոլդովայում կարծեմ այդ ճանապարհի վրա են, այսինքն սա նոր բան չի։ Հայաստանում էլ կլինի, չի էլ թաքցնում ինքը։ Ի վերջո տեսեք, կա պլան B, նրա պլանան իհարկե վեհապարին հեռացնելն է վեհարանից, ինչի մասին շատ պարզ ասել է, եւ դա մնում է որպես գլխավոր նպատակ, բայց ընթացքում դրան հասնելու համար նա խրախուսելու է եկեղեցու ինստիտուցիոնալ պարակտման գործընթացը։ Հայաստանում գլխավոր խնդիրը եւ իհարկե իշխանության կողմից թելադրված է օրակարգը եկեղեցու այս չակերտավոր եւ ոչ իհարկե իրական բարենորոգումն է, բայց տեսեք, դրսում միջազգային հարթակներում ներկայացվող օրակարգը դա խաղաղությունն է։ Եվ հունվարի 22-ին էլ Փաշինյանը մեկնել է Շվեյցարիա, որտեղ տեղի է ունենալու Թրամփի կազմակերպած խաղաղության խորհուրդը։ Իբրև թե Գազայի վերանորոգման համար։ Այսինքն ինչպես է ստացվում, որ Հայաստանի ներսում մենք տեսնում ենք այսպիսի աբսուրդային իրավիճակ, իշխանություն ընդդեմ եկեղեցու, բայց դրսում ներկայացում է որպես խաղաղության ընթացող քայլ։ Իշխանություններ կան, դա կոլաբորանտ իշխանության հատկանիշն է, որ երբ նա արտաքին խաղացողների առաջ խոնարհվում է, բայց ներսում խիստ ավտորիտար եւ անհանդուրժող է։ Կոլոմբոյան ցանկացած իշխանություն ըստ էության այդպեսին է։ Տշնամու առաջ ծնկում է, խոսքս Թրամփի մասին չի խոսքը, բնականաբար երբ որ ասում են տշնամի, ասենք Ադրբեջանի առաջ ծնկում է, բայց ներսում հայրենասեր մարկանց կամ իր կարծիքը չկիսող մարկանց նկատմամբ հալածանքները հենց արտաքին աջակցությամբ իրականացնում։ Դա նորություն չի։ Նման իշխանություններ համաշխարհային պատմությունը տեսել է։ Գազայի կոնֆլիկտի լուծման Թրամփի պլանի երկրորդ մասով է նախատեսվում այդ խաղաղության խորհրդի ստեղծումը, բայց ինքնին հասկանալի է, որ այդ ինստիտուտի ստեղծումը դատելով Թրամփի վերջին օրերի հրապարակային հայտարարություններից շատ քիչ կապ է ունենալու Գազայի հետ պատերազմյան կառավարման կամ կայունացման ծրագրերի հետ, կամ այդ խնդիրը լինելու է նրա գործունեության մի փոքր հատվածը, հակառակ պարագայում 6 տասնյակ երկրի այդ խորհրդին մասնակից դառնալու հրավեր Թրամփը չէր ուղարկի, այդ թվում այնպիսի երկրների, որոնք ուղղակի որևէ դերակատարություն չեն կարող ունենալ Գազայի վերականգնման ծրագրերին կամ իսրայել-արաբական կոնֆլիկտին, օրինակ Հայաստանը որևէ դերակատարություն այդ process-ում ունենալ չի կարող։ Բայց ներառված է այն ցանկում, որտեղ խաղաղություն է։ Թրամփը փորձում է եւ դրա մասին բացահայտել հարցում հայտարարում է զուգահեռ ՄԱԿ ստեղծել կամ անցումային փուլում ՄԱԿ-ին փոխարինող ինչ-որ բան ստեղծել։ Բայց ծիրուն պատահական չի, որ նա թե Ռուսաստանի Դաշնության նախագահին հրավեր ուղարկել, թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարին, իհարկե նրանք վերջի երկուսը չեն շտապելու վազելով համաձայնվել այդ առաջարկին, չեն էլ մերժելու իհարկե, ինչ-որ երկար քննարկումներ լինելու, որտեղ բոլոր դեպքերում չի, որ նոր աշխարհակարգի վերաբերյալ նույնական մոտեցումներ ունեն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը։ Եվ դերևս պարզ չի այս խաղաղության խորհուրդը ինքը որպես ինստիտուտ կկայանա, թե ոչ։ Արդյոք այս սրա բազայի վրա հետո ՄԱԿ-ին փոխարինող ինչ-որ բան կարող է ձևավորվել, թե ոչ։ Ինչպես բոլոր հաստատված համաձայնագրերը խաղաղությունների, որտեղ ԱՄՆ-ն այսպես թե այնպես ասում է, հայտարարում է, որ հայտարարել է խաղաղություն, ստորագրվել է, ինչպես Հայաստան-Ադրբեջան։ Հա, հիմա գիտեք ոնց է, ակնհայտորեն աշխարհը գնում է բազմաբևեռության, սա բոլորս ենք տեսնում։ Բազմաբևեռ աշխարհը
աշխարհում լինելու են ազդեցության գոտիներ, սա էլ կարծես թե աքսիոմատիկ ճշմարտություն է եւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմնված Մոնրոյի դոկտրինի կամ դրա թարմացված վերսիայի ինքնագոհ կերպով Թրամփը դա անվանում է Դոնրոյի դոկտրին, դա է հուշում, որ իրենք իրենց արևմտյան կիսագնդում հայտարարել են, արևմտյան կիսագունդը հայտարարել են Միացյալ Նահանգների գերակա ազդեցության գոտի, ենթադրաբար Ռուսաստանը, Չինաստանը փորձելու են նույն կերպ ամրագրել իրենց ազդեցության գոտիները, էլ չասեմ այսպես կոչված միջին տերությունների մասին, որտեվ սա երկբևեռ աշխարհից բազմաբևեռ աշխարհը տարբերվում է նրանով, որ բարձրագույն լիգայի մի քանի գերտերություններից բացի շատ մեծ դեր են ունենալու նաև միջին տերությունները, Թուրքիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի այդ կարգի երկրները, որոնք փորձելու են իրենց մինի ազդեցության գոտիները ստեղծել, շատ բարդ փուլ է, իշերաբերում Հայաստանի մասնակցությունը այդ խորհրդին, ու անկեղծ ասած այդ գործընթացները որևէ կերպ Հայաստանի գործոնով պայմանավորված չեն, Հայաստանի դերակատարությունը բուտաֆորիկ է լինելու, ես միշտ մասնակցությանը կողմ եմ այս դեպքերում, բայց անհարկի ոգևորվելուն եմ դեմ, պետք է սպասել եւ հետեւել process-ները ինչ ընթացք ունենան։ Բայց ներկայացվելու է հստակ սա որպես դրական ազդեցություն, Նիկոլ Փաշինյանը ամռան անձրևը կամ ձմեռվա արևն էլ է ներկայացնում որպես Իրան նախադեպ դիվանագիտության հաջողություն։ Նախընտրական տարի ենք թևակողում եւ ամեն ինչը նա փորձում է դիտարկել, ոչ մի կապ չունի Հայաստանի դիվանագիտական հաջողության հետ։ Շատ լայն սպեկտր է երկրների իրավիրվել, այդ թվում Նիկոլ Փաշինյանի եւ արևմտյան աշխարհի կողմից իզգոյ համարվող Լուկաշենկոն։ Այնպես որ սա աննախադեպ շոր ջանք չի թափել, չէ՞ Նիկոլ Փաշինյանը հրավերը ստանալու համար ակնհայտորեն։ Դրել են ինչ-որ չափանիշով շուրջ 6 տասնյակ երկիր կամ աշխարհում գոյություն ունեցող երկրների 1/3-ին հրավիրել են։ Ասիական, եվրոպական գրեթե որևէ երկիր չկա, որ բացառություն է այս ցանկում։ Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարված այդ չխաղաղության համատեքստում մենք տեսնում ենք, որ տնտեսական սպեկտրն է աշխատում, այսինքն բեռները, որոնք տեղափոխվում են, բենզին, վառելիք եւ այլն։ Ինչպես է այս գործընթացը, հասկանանք։ Հեղուկ գազը թանկանում է, մենք տեսնում ենք դեֆիցիտ բենզալցակայաններում, քանի օր է խոսվում է դրա մասին, եւ մի օր հանկարծ կհայտարարվի, որ ահա, տեսեք, էժանը կամ ավելի լավը Ադրբեջանի տարածքով եկել է, ահա խնդրեմ։ Գիտեք, ընդհանրապես եկեք այսպես ասեմ, ես տնտեսական հարաբերությունների հաստատմանը դեմ չեմ, բայց այստեղ կա երկու շատ կարևոր հանգամանք։ Ես ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ առայժմ չեմ տեսնում։ Դա էլի շոր սիմվոլիկ քայլեր են, որոնք ոչ տնտեսության դիվերսիֆիկացիային են նպաստում, ոչ նպաստում են խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալիզացիային։ Ասում եմ, խորհրդանշական քայլեր են, որոնք ավելի շատ PR գործիք են Նիկոլ Փաշինյանի ձեռքին առաջիկա ընտրություններում։ Տեսեք, երեք նա երկար բարակ հեքիաթներ էր պատմում, բենզինը այսքանով էժանացել է, դիզ վառելիքը, առանց անհարմար զգալու շրջանցելով օրինակ հեղուկ գազի բացակայությունը շուկայում եւ գների կատաստրոֆիկ աճ, հա։ Սա մեկ։ Եթե առևտուրը նա ներկայացնում է որպես ինստիտուցիոնալ խաղաղության բաղադրիչ, շատ տրամաբանական հարց կլինի հարցնել, բա ինչու են մեր գերիները շարունակում մնալ Բաքվի բանտերում։ Եվ ինչու տոտալ ապաշրջափակում տեղի չի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի։ Եվ ոչ շրջափակումը պիտի տեղի ունենա, չէ՞, որ համարձակորեն երկաթգծերի նախագծեր կազմվեն եւ այլն եւ այլն։ Այսինքն էլի նույն տրամաբանության հետ գործ ունենք, երբ որ մի լոկալ փոքր բանը ֆետիշացվում այս իշխանության կողմից, ներկայացվում է աննախադեպության լույսի ներքո։
Տեսնում ենք նաև, որ ինչ ասում է Ադրբեջանի ղեկավարության կամ երկրորդ դասի, բերանով կրկնվում է Հայաստանում եւ ինչ որ պասերով, ինչ որ խոսակցություններ են լինում, այս ընթացքում մենք տեսնում ենք, որ չկա սահմանադրության փոփոխության մասին խոսույթը։ Մի փուլ շատ արագ չէ, ընթացավ այդ խոսույթը։ Եվ գլխավոր պայմաններից մեկը, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի։ Կարծեք Ադրբեջանը հետակաշել այդ նախապայմանը, ընդհակառակը այդ նախապայմանը երբեմն հարստացվում է այլ նախապայմանով, ուղղակի Նիկոլ Փաշինյանը միակ բանը, որին կարողացել է հասնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, դա այն է, որ նախընտրական փուլում իրեն հնարավոր ռիսկերից ձերբազատելու համար այդ թեման հիմա Բաքուն տակ չպահի։ Ընտրությունից հետո կասկած չունենաք շատ ինտենսիվ այդ խնդիրը Բաքվում էլի առաջակաշելու, մանավանդ զուգահեռ անաղմուկ Հայաստանում սահմանադրական այդ փոփոխությունների խումբը աշխատում է, կարծեմ Սրբի Գալյանի ղեկավարության նախարարի այ։ Հա, իրանք մեկ անաղմուկ այդ նախագիծը կազմում են։ Մի օր ասելու են պատրաստ է, խնդրեմ սա է։ Սպասեք ընտրությունները կավարտվի, եթե Աստված մի արարծի Փաշինյանը կվերարտադրվի, այդ պահանջը շատ բարձրաձայն կլսենք։ Կարևոր խաղադրույք են արել Նիկոլ Փաշինյանի վերարտադրության վրա։ Հական Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարար, դա չթաքցրեց, չէ՞։ Աջակցություն Նաև Բաքվի դիրքորոշումը ներկայացնելով։ Հետևաբար այս փուլում պարզա, որ Նիկոլ Փաշինյանի ձերբազատելու են մի շարք ճակերտավոր ոչ ցանկալի թեմաներից։ Այս տիրույթում տեսեք խնդիրը։ Միջազգային մրցանակների հնչեղության եւ այլնի կողքին մենք տեսանք, որ Զայեդ եղբայրական մարդասիրական ինչ որ մրցանակ շնորհվեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, թռչակագրին էր տալիս հղումը եւ այլն, այնպես չներկայացվեց ինչ է հիմնականում դա իրենից ներկայացնում, նաեւ Աֆղանստանի ղեկավարությանը։ Դուք սա որակել եք որպես խաղաղություն Արցախի հանձնման դեմ մրցանակ։ Նայեք, այդ մրցույթի հանձնաժողովը ինչ մարկանցից էր բաղկացած, այնտեղ ամենահայտնի եւ նշանակալից անձը Շարլ Միշելն էր, Եվրամիության նախկին նախագահ, որը հայտնի է նրանով, որ ամեն գնով ձգտում էր փակել հակամարտության էջը։ Իհարկե Եվրամիության բյուրոկրատիան Միշելի դեմքով իր աշխարհակաղակական խնդիրներ լուծում, փորձում էին զրկել տարածաշրջանում Ռուսաստանի ոտատեղից Արցախը կործանելու գնով եւ հայկական կողմին էլ նույն Միշելը հակում էր իջեցնել նշաձողը կարգավորման գործընթացում։ Դրա համար եմ ես այդ բնորոշումը տվել։ Միշելն էլ հանձնաժողովում էր, այսինքն լեգիտիմացնում էր Փաշինյանին մրցանակ տալով այն, ինչը իր խավորությամբ արվել է։ Եվ հետաքրքիր է, որ մի կողմը վերցնողն է, մյուսը զիջողը, բայց երկուսը դրվում են նույն հարթակի վրա։ Պրոցեսը լեգիտիմացնում են, այո, ագրեսորն ու ամեն ինչ տվողը նույն հարթության վրա են դիտվում, իսկ մաքրվում է ագրեսորի դեմքը։ Նիկոլ Փաշինյանին էլ մի հատ մրցանակ են շպրտում, որպես փոխհատուցում, որը նա կարող է օգտագործել իր նախընտրական արշավում եւ հայրենիք հանձնելու դիմաց։ Ինչու ենք մենք այսքան շատ խոսում միջազգային տիրույթի մասին, միջազգային խաղացողների մասին, որովհետև յուրաքանչյուր տարածաշրջանում, նամանավանդ մեր տարածաշրջանում, Կովկասում հնարավոր չէ, առանց միջազգային խաղացողների ինչ որ մի քայլ անել եւ այլն։ Նոր աշխարհակարգը, որ դերևս չի եկել։ Այս դրա մասին է, որ մեր տիպի փոքր երկրները չեն կարող ինքնուրույն իրենց անվտանգության հարցերը հոգալ, հետևաբար որպես սուբյեկտ կամ պետականություն գոյություն ունենալ։ Մենք պետք է ինտեգրված լինենք այս կամային անվտանգային համակարգին, հետևաբար միջազգային դերակատարների վարքագիծը մեր համար երկրորդական լինել չի կարող։ Այս ձեր հարցում էլ կար այդ կանխա կարծիքը արդեն, որ ես մի անգամային համաձայն եմ, այո, ուզենք թե չուզենք, նոր աշխարհում որևէ ազդեցության գոտու մաս ենք մենք լինելու եւ անվտանգային որևէ համակարգում։ Եվ այստեղ պետք է շատ ճիշտ գործել, որպեսզի ընթացքի հետ հոսանքի հետ չգնանք, հա, չփլուզվի, չոչնչանա։ Նիկոլ Փաշինյանի հարցը շատ պարզ է։ Մենք ռուսական ուղեցրից երկիրը նա դուրս է բերում, անվանապես իբր դա ներկայացումա դեպի արևմուտք գնալու ձգտում, բայց բոլորս ռեալ
իրավիճակը գնահատելով հասկանում ենք, որ ռուսական անվտանգության հովանոցին փոխարինելու է թուրք-ադրբեջանական ակցիանում հայտնվելու հեռանկարը Հայաստանի եւ մենք մուրալու ենք անվտանգության ինչ-որ երաշխիքներ Անկարայից կամ Բաքվից։ Շատ պարզ է։ Ես մի դիտարկում էլ արել էի նախագահի խայտառակ ելույթի հետ կապված 3 Դավոսում Հայաստանի նախագահի։ Հունվարի 21-ին, այո։ Այո, որտեղ նա բան էր անում, խոսում էր այդ շնորհակալություններով, ներողություններով համեմված շողոքորթությունը Ալիևին ուղված, որը նստած էր նույն դալիճում, նույն պանելային քննարկմանների մասնակցում։ Սա շողոքորթ դիվանագիտության խոսքային դրսևորում է կամ պարտության փիլիսոփայության խոսքային դրսևորումը։ Ես սակամայից մի զուգահեռ որպես պատմաբան հիշեցի, չնայած նա համատեքստը լրիվ ուրիշ էր։ Ժամանակին, երբ կար սովետական միությունը, Նյութենական հանրապետությունների առաջիկ հարտուղարները շարունակ գցնում էին ՍՄԿԿ գլխավոր քարտուղարին Գենսեկին, որտեղ ինչքան էլ եղբայրության բարձր գաղափարների մասին խոսեին, նրանք շատ լավ հասկանում էին, որ ամեն ինչ որոշվում է Գենսեկի մակարդակով։ Հիմա Հայաստանի ղեկավարների խեղճ գիքորային վարքագիծը դիտարկելով պետք է ենթադրել, որ այդ նույն մտածողության գերին են իրենք մնացել, ուղղակի սովետական կամ ռուսական պրոտեկցիոնիզմը փորձում են թուրքական կամ ադրբեջանական պրոտեկցիոնիզմի հետ փոխարինել։ Երբ լսում ենք ընդդիմական դաշտին Հայաստանում կամ նոր ձևավորվող ուժերին, բոլորի խոսույթում առաջին քայլը դա Նիկոլ Փաշինյանի հեռացնելն է, այսինքն ներկա իշխանության չվերարտադրվելը։ Ձեր կարծիքով այս ընտրություններին արդեն մի քանի ամիս է մնացել։ Արդյոք այդ համախմբումը կլինի ընդդիմական դաշտով։ Նա համախմբում ասել որ դուք ինչ եք ասում։ Այսինքն գլխավոր նպատակը բերել առաջին պլան։ Երեք մեկ ցուցակ ընդդիմադիր չի լինելու։ Եվ դա աբսուրդ է, իմ որոշ գործընկերներ գուցե շատ անկեղծ ու ազնիվ նկատառումներով շարունակ դրա մասին են խոսում, որ այ ամբողջ ընդդիմությունը մեկ ցուցակի մեջ, այդպիսի բան չի լինում։ Ընդդիմությունը ի տարբերություն իշխանության հիերարխիկ սկզբունքով չի ձևավորվում կամ աշխատում։ Հետևաբար ենթադրել, որ մի հատ կենտրոնից մի հատ ընդդիմադիր լիդեր կոչ անելու ամբողջ ընդդիմությունը մեկ դրոշի տակ հավաքվի մեկ ցուցակում, այդպիսի բան չի լինելու։ Մանավանդ որ մենք չունենք վարկանիշով մյուսներից պոկված որևէ ընդդիմադիր գործիչ, որը իր խարիզմայի եւ բարձր հասարակական վարկանիշի միջոցով կարողանա զսպել մյուս ընդդիմադիրների ամբիցիաները, հա։ Բայց ուրեմն ֆիքս ենք, ուտոպիստական եմ համարում ընդդիմության միասնական ցուցակի կատեգորիան, իսկ ես ռեալ պոլիտիկը դավանող քաղաքական գործիչ եմ եւ ուտոպիստական թեզերի վրա կամ դրանց մեկնաբանության վրա երկար ժամանակ վատնելու ցանկություն չունեմ։ Բայց մյուս կողմից շատ անարդյունավետ կհամարեմ, եթե փոքր կուսակցությունները փոքր լինել այս դեպքում ամենևին էլ կուսակցության արժեքի մասին չի, ռեսուրսային առումով, ավելորդ ամբիցիաներին տրվելով մասնակցեն միայնակ ընտրությունների եւ ձայներ փոշիացնեն, որտեղ դա իր երթին բերելու է ԿՊ-ի ուժեղացմանը։ Մեր տիպի կուսակցությունները ես կարծում եմ պետքա գնան ավելի խոշոր կոնսոլիդացիոն կենտրոններում միավորվելու ճանապարհով։ Ես տեսնում եմ հնարավորություն, որ մինչև ընտրությունները կարող են 3-4 ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոններ ձևավորվել, որոնք արդյունավետ գործելու եւ արդյունավետ համագործակցության պարագայում կարող են էական խնդիր լուծել ընտրություններում, իշխանության հեռացման օրակարգ ձևավորել եւ այլն։ Ընտրությունների գլխավոր ինտրիգը նույնիսկ այն չի, ընդդիմությունը քանի բևեռով ընտրության կմասնակցի։ Այլենա արդյոք ձևավորվեն արդյունավետ ընդդիմադիր հարթակներ եւ կարող են հասնել նրան, որ ընտրություններում մեծ լինի հասարակության մասնակցությունը։ Եթե այդպիսի վիճակ ստեղծենք եւ հանրային մասնակցությունը օրինակ 54-55% լինի, որը մոտավորապես 1.4 միլիոն է, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ հնարավորություն չի ունենա։ 4 ամիսը բավական է դրա համար։ Շատ ենք ուշացել, բայց անհույս չի վիճակը։
Եթե այսպես շարունակվի, ձեր կարծիքով Եթե Փաշինյանը այսպես շարունակվի, կվերարտադրվի։ մի զաչոտ կստանանք որպես ընդդիմություն եւ հասարակություն։ Դա շատ ուշացել ենք հիմա էլ բոլորիս էս ընդունեք նաեւ ինքնակենադատություն, գործնական եւ աշխատանքի որակը առանձնապես բարձր չի։ Իսկ ձեր կարծիքով հասարակության աչքին ավելի բարձրացնելու համար ԿՊ-ն որպես ելք, խաղաղությունը որպես արդեն իրականություն ներկայացնելու համար ինչ քայլեր էլի կկատարվեն։ Խաղաղության ապրանք անդադ փորձեն վաճառել ժողովրդի վրա։ Անդիմության այլընտրանքային արդյունավետ խոսույթ է պետք ձևավորել սա դեմը առնելու համար։ Եվրամիության Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովն է սպասվում մայիս ամսին, դա են օգտագործելու եւ խաղաղության փաթեթավորման եւ երկրի կշիռի իբրթե բարձրացման համատեքստում խոսք կա, որ Վենսն է ժամանելու Հայաստանից, բոլոր բաները սիմվոլիկ բաները, որ որևէ կապ չունեն աննախադեպ դիվանագիտության հետ, ներկայացվելու են որպես բացառիկ ճիշտ քաղաքականության արդյունք։ Հա, այդ անելու են, բայց նույնիսկ դա չի փրկի իշխանությանը, եթե ելի եմ կրկնում, այլընտրանքային հստակ ծրագրով ընդդիմությանը հաջողվի հավատ արտնացնել մեր հասարակության մեջ, որ լույսերով հնարավոր են փոփոխություններ։ Բայց այդ առումով ընդդիմական դաշտում մենք դուք օրինակ տեսնում եք նման քայլեր, խոսուն քայլեր, որոնք Ես տեսնում եմ այդ 3-4 բևեռի ձևավորման process-ը, այս պահին, եկեք չշտապենք, դրա մասին շատ չխոսենք, սպասենք իրադարձություններին։ Ամենայն դեպս միջև մարտի սկիզբը դերևս deadline ունենք, ասում եմ ուշացել ենք, բայց միջև մարտի սկիզբ ունենք այլընտրանքային ծրագրեր, հարթակներ, թիմեր, օրակարգ ներկայացնելու համար։ մարտից հետո արդեն ամեն ինչ հստակ կլինի։ Շատ արդեն ուշ կլինի։ Մարտից հետո արդեն ցուցակներ են կազմում, եթե միջև այդ ստատուս քվոն մնաց ու հասարակության այս ապատիկ վիճակը մնաց, բնականաբար փոխելու, շոր բան փոխելու հավանականությունը մոտենալու է 0-ական կետին։ Շնորհակալություն, պարոն Սուրենյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։